Քննարկում ենք զեկուցվող հարցերը, հարց համար 27 սուբվենցիոն ծրագրերին գումար հատկացնելու մասին հարցը, զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյան, համեցեք բան։ Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 59 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 20 համայնքի թվով 24 սուբվենցիոն ծրագրեր, Արագածոտնի մարզում 1, Արարատի մարզում 2, Արմավիրի մարզում 5 ծրագիր, Գեղարքունիքի մարզում 1, Լոռու մարզում 3, Կոտայքի մարզում 4, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1, Տավուշի մարզում 5 ծրագիր, միաժամանակ ուզում եմ նշել, որ հաստատմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազմի 17 միլիարդ 52 միլիոն դրամ, պարոն վարչապետ, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խուդասյան, հարգելի գործընկերներ, թվարկեմ ֆինանսավորվող ծրագրերը, Արագածոտնի մարզում Ծաղկավիթ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքարատ բնակավայրերի ներքին ցանցի գազամատակարարում կատարված է աշխատանքների 95%-ը կառուցվել է 10 կիլոմետր երկարությամբ գազատար, որը կսպասարկի 1578 տնային տնտեսությունների։ Արարատի մարզում Արարատ համայնքի Ավշար բնակավայրի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ առաջին փուլ կատարված է աշխատանքների 45%-ը, ասֆալտապատվել է 760 մետր երկարությամբ ճանապարհ։ Վեդի համայնքի Տափերական բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների նորոգում կատարված է աշխատանքների 95%-ը, նորոգվել է 3 բազմաբնակարան շենքերի 1793 քառակուսի մետր մակերեսով տանիքները, շահառուները 60 տնային տնտեսություն։ Արմավիրի մարզ, Խոյ համայնքի Գեղակերտ հիմա արդեն վաղարշապատ էսին ծրագիր է։ Պարոն վարչապետ, որ հայտի վերնագիրը Խոյ համայնքով է եկել, հիմա վերնագրում փոփոխություններ չեն կարող անել, նորերը արդեն վաղարշապատ։ Շատ լավ։ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի Սարյան, Բաղրամյան փողոցից մինչև Մշակույթի տան հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ։ Ավարտված են աշխատանքները, ասֆալտապատվել է 980 մետր երկարությամբ ճանապարհ։ Մեծամոր համայնքի Տարունիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում ավարտված է աշխատանքը, կառուցվել է 19 կիլոմետր ջրագիծ, շահառուները 601 տնային տնտեսություն։ Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի Մաշտոցի փողոցի գազաֆիկացում աշխատանքներն ավարտված են, կառուցվել է 320 մետր գազատար, շահառուները 15 տնային տնտեսություն։ Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում, որը ավարտվել է, կառուցվել է 1,2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ, շահառուները 110 տնային տնտեսություն։ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթնովա փողոցի Արարատյան Ջիվանի հատվածի հիմնանորոգում, որը ավարտված է, հիմնանորոգվել է 600 մետր երկարությամբ ճանապարհ։ Գեղարքունիքի մարզում Մարտունի համայնքի Արծվանից Ծովինար, Վարդենիկ, Զոլակար բնակավայրերի լուսավորության համակարգերի կառուցում, որը ավարտված է, կառուցվել է 19,5 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 690 մեքենասյուն եւ նույնքան LED լուսատու։ Լոռու մարզում Փամբակ համայնքի Մարգահովիտ եւ Ազնվաձոր բնակավայրերի փողոցների ասֆալտապատում, որը ավարտվել է 820 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում, կատարված է աշխատանքների 75%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար։ Տաշիր համայնքի Ապավեն եւ Ձյունաշող բնակավայրերի գազաֆիկացում, կատարված է շինարարական աշխատանքների 85%-ը, կառուցվել է 17 կիլոմետր գազատար 133 տնային տնտեսությունների համար։ Կոտայքի մարզ, Չարենցավան համայնքի Չարենցավան բնակավայրի Լուսաբաց Մսուր մանկապարտեզ հողակի վերակառուցում եւ գույքի ձեռքբերում, կատարված է շինարարական աշխատանքների 83%-ը, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար։ Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, որը ավարտված է, խոսքը այս դեպքում 1,8 կիլոմետր երկարությամբ ճանապարհի մասին է։
Աբովյան համայնքի Առինջ եւ Բալահովիտ բնակավայրերի ջրահեռացման համակարգի կառուցում, որը ավարտված է, խոսքը այս դեպքում 786 մետր ջրահեռացման համակարգի կառուցման մասին է 290 տնային տնտեսության համար նախատեսված։ Նաիրի համայնքի Արագյուղ բնակավայրի ջրագծերի բարելավման աշխատանքներ 800 մետր ջրատարի կառուցումը ավարտվել է, շահառուները 35 տնային տնտեսություն։ Շիրակի մարզում Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն եւ Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում, խոսքը այս դեպքում 4.9 կիլոմետր երկարությամբ գազատարի մասին է, որը ավարտված է, շահառուները 1696 տնային տնտեսություն։ Ախուրյան համայնքի Մեծ Սարիար, Կրաշեն բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում 2 փուլով, որը ավարտված է 1.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատմամբ։ Սյունիքի մարզում Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Նժդեի փողոցի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 70%-ը 928 մետր երկարությամբ ճանապարհի մասին է խոսքը։ Տավուշի մարզ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի զբոսայգում գտնվող լճի հիմնանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 80%-ը հիմնանորոգվել է 880 քառակուսի մետր մակերեսով տարածք, սա այն լիճն է, որի շրջակայքի հողերը գլխավոր դատախազության ջանքերով ապօրինի սեփականաշնորհված վերադարձվում են համայնքին։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 3923 քառակուսի մետր բակային տարածք, խոսք այս դեպքում շենքերի բակերի մասին է։ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի մանկապարտեզին հատկացված տարածքի հիմնանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, նախադպրոցական հաստատություն նախատեսված է 25-20-ի համար։ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան բնակավայրի Բարանայի Կոթի բնակավայրի 22 եւ 26 փողոցների տուֆապատում ավարտված է աշխատանքների 973 մետր երկարությամբ ճանապարհ է տուֆապատվել։ Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, ասֆալտապատվել է 500 մետր երկարությամբ ճանապարհ։ Այսքանն էին սուբվենցիոն ծրագրերը, որոնք այս որոշմամբ ֆինանսավորում ենք։ Պարոն Խուդացյան, ճանապարհների մեր տարեկան 500 կիլոմետր պլանը կատարել ենք, Պարոն վարչապետ, կկատարենք տարվա արդյունքում։ վստահաբար կկատարենք մինչև դեկտեմբերի մեկնարկը, այսինքն դեկտեմբեր ամսին ինչպես պայմանավորվել ենք, ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի, այս պահին 475 կիլոմետր ավարտած ունենք։ Մենք այս տարի փաստորեն արդեն իսկ մի քանի ճանապարհաշինական շատ խոշոր ծրագրեր ենք իրականացրել հյուսիս-հարավի հնավայր հայտնաբերված հնավայրը շրջանցող հատվածը արդեն ավարտվեց, դուք շահագործման հանձնվեց ամիսներ առաջ։ Հիմա մեր հերթում երկու խոշոր ճանապարհներ են, որոնք ավարտվել են կամ ավարտական փուլում են։ Մեկը Թթուջուր-Նավուր ավտոճանապարհներ, այնտեղ խնդիրներ կային, այս տարի էր, թե նախորդ տարի էր, այս տարի էր, որ մենք Գառնանը այցելեցինք եւ շինարարի հետ պայմանավորվեցինք, ես իմացա, որ աշխատանքները ավարտված են։ Ես կարծում եմ, որ այնքան խոշոր ծրագիր է, որ մենք պետք է գնանք եւ ընդունենք ծրագիրը։ Այդ ճանապարհը նախկինում ասֆալտապատված եղել է ամբողջական վիճակով։ Այսինքն, եթե կտորներ եղել են ամբողջական երբեք ասֆալտապատ չի եղել, հա։ Վստահ եք, պարոն Սարգսյան։ Այսինքն, առաջին անգամը փաստորեն, որ այդ ճանապարհը ասֆալտապատված է եւ ավարտվում է Գանձաքար-Իծաքար ճանապարհը, որը Բերդ եւ Իջևան խոշորացված համայնքներն է միացնում իրար։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ սա առնվազն
25-30 տարվա օրակարգ է, որովհետև ես չգիտեմ ներկաներից կհիշեն, թե չեն հիշի, երբ որ Բերթում այն ժամանակ խոշորացված չէր, դեռ այն ժամանակներից, երբ որ խոշորացված չէր, կային նախաձեռնություններ, տարբեր անվտանգ ճանապարհ, կարճ ճանապարհ, լավ ճանապարհ, ընդհանրապես ճանապարհ։ Հիմա մենք Բերթի համար, Բերթ խոշորացված համայնքը Երևանին եւ Տավուշի մարզի ներսում 3 ճանապարհ ունի գործող։ Այսինքն հիմա ավարտվում է, գործնական ասֆալտը ավարտել է, չէ՞, ինչքան կամ օրերի հարց է։ Գանձակարի ճիշտ եմ, չէ՞, արձանագրում, որ Թթուջուր նավուրը ավարտված է, այսինքն ասֆալտը։ Պարոն վարչապետ, եթե թույլ կտաք, շնորհակալություն, Թթուջուր նավուրը ամբողջությամբ ավարտված է, կահավորված է, Գանձակարի ծակարը ամբողջությամբ ասֆալտը ավարտված է, հիմա կահավորման գծանշման աշխատանքները։ Շատ լավ։ Դե պայմանավորվել ենք, որ կգնանք տեղում, կնայենք, կընդունենք, խոշոր, այդտեղ կարևոր նրբություններ կան։ Նախ այդ արձանագրենք, որ Բերթ դեպի Բերթ գնացող 3 ճանապարհ կա։ Իհարկե Այգեհովիտ Վազաշենով, Պառավաքարով ճանապարհն էլ մեր պլաններում է, այդ էլ ենք, չէ՞, պատրաստվում, որը նույնպես կհիմնանորոգվի, նախկինում դա ըստ էության միակ ճանապարհն էր, եւ ես իմացա, որ հիմա պաստորեն Թթուջուր նավուրով դեպի Երևան եկող ամենակարճ ճանապարհն է, որը նույնիսկ ասում են մի ժամ Բերթից Երևան ճանապարհը կարճացնում է, եթե ոչ մի ժամ, որտեղ մի ժամը ճիշտ հավաստիացնում են մի քիչ տենց շատ բան է թվում, բայց ամեն դեպքում սա առաջին արձանագրումը, երկրորդ արձանագրումը հետեւյալն է, որ մենք հիշում եք, որ այդտեղ Գանձակար-Իցակար ճանապարհի վրա ունենք Հախոմի կամուրջը, որը պատմամշակութային արժեք է, եւ մենք այստեղ ուրիշ խնդիր ունենք, մենք որոշեցինք, որ զուգահեռ կկառուցենք կամուրջ, մետաղյա կամուրջ եւ պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից կազատենք եւ իրան կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակություն, սա նշանակում է, որ մենք կլուսավորենք, հարթակ կստեղծենք, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում են լուսանկարվեն, եւ պատմամշակութային արժեքը այդպես կծառայի նաեւ զբոսաշրջային հոսքերի համար։ Մենք այդպիսի օրակարգ ունենք նաեւ, ես 2 օր առաջ մարզպետի, քանի որ նորանշանակ մարզպետ ունենք եւ աչքս վախեցած է այն առումով, որ ես այս խնդիրը 5 տարի չեմ կարողանում լուծեմ, հիշեցրել եմ, որ ուրեմն Ստեփանավան Օձուն ճանապարհի վրա կա նույնպես պատմական կամուրջ եւ ես հանձնարարական եմ տվել, որ դա լուսավորվի, ավելորդ բուսական տարածքներից ազատվի, որպեսզի ճանապարհից տեսանելի լինի։ Մենք հիմա քանի որ Երևանում բանի Կարմիր կամուրջի բացումից շատ ոգևորվեցինք, հիմա ինչքան կամուրջ կա, հիմա մենք կամուրջ մուդի մեջ ենք, հիշում ենք, էլ որտեղ կամուրջ կա, որը կարելի է վերականգնել, լուսավորել։ Վայոց ձորի մարզպետի հետ էլ եմ այդ թեմայով խոսակցություն ունեցել, չնայած ես լավ չհասկացա այնուամենայնիվ այդ կամուրջը մայրուղուց կերևա, թե չի երևա, եթե չի երևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք, եթե կերևա, ուրիշ մոտեցում ցուցաբերենք։ Կերևա, պարոն վարչապետ։ Կերևա, ուրեմն տեղել երևի տեսադաշտ բացենք եւ այնտեղ էլ լուսավորենք, էլի պատմական կամուրջ է եւ դա գիտեք ճանապարհին, երբ որ կա հին կամուրջ ռեստորան կա, հին կամուրջ ռեստորանը այդ կամուրջի դիմացն է գետի վրա, արփագետի վրա, էլի շատ գեղեցիկ կամուրջ է եւ լուսավորությունը կլինի եւ մենք Երևանում էլ ենք կամուրջներ գտել էլի պատմական եւ հիմա բարձվել է մասնավոր տարածքում էր, հա, հիմա գերակաշահով փորձենք վերադարձնել համայնքին կամ պատմամշակութային արժեքը եւ այնտեղ էլ վերականգնման աշխատանքներ իրականացնենք եւ այդպես շարունակ։ Եվ վերադառնալով 500 կիլոմետր ճանապարհները այս տարի կապահովենք։ Ես նկատի ունեմ այս տարվա առանձնահատկությունն է նա, որ խոշոր նախագծեր ենք, 3 խոշոր նախագիծ ունենք։ Հյուսիսարավը արդեն ամբողջությամբ ասֆալտապատված է, բայց լիարժեք բացում կարողանանք անենք Գառնանը, որովհետեւ կահավորում եւ այլն եւ այլն։
ամբողջական լինի, բայց նավոր թթուջուր եւ գանձակարիցակար ճիշտ եմ հասկանում, որ այս տարի կարող ենք բացում անել։ Այսինքն իրանք արդեն աշխատում են, բացումը, բայց որ կամուրջներն էլ պատրաստ լինեն։ Ինքը երկթև կամուրջ է, չէ՞ լինելու, ոչ թե միաթև։ Միաթև, բան վարջ։ Բայց միաթևը կհերիքի ինձ։ Մենք հաշվել ենք, որ նախորդ կամրջի ինտենսիվությունից ավելի է լինելու եւ հարթակը լինելու է այդ մետաղական կամրջի մաս։ Այս բան շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Այսինքն միակողմանի է լինելու երթևեկությունը կամրջի վրայով։ Այո։ Դե այս փուլում երևի բավարար է, բայց պետք է նկատի ունենալ, որ հետագայում կարող է երկրորդն էլ պետք լինի ավելացնել։ Իմիջայլոց հարգելի գործընկերներ, դուք հիշում եք, չէ՞, որ ջրհեղեղից հետո երբ որ մենք քանդված կամուրջներ, այսօր դեռ ինչ որ կամրջային տրամաբանություն քանդված կամուրջների խաշտարակի կամուրջներ քանդվել եւ քանդվել էր աղթալայի կամուրջը։ Հետո մենք խնդիրը ձևակերպեցինք այսպես, որ չկա չարիք առանց բարիքի եւ փորձենք այնտեղ լավ նախագիծ անել եւ նաեւ երկարատև մշակութային արժեք ունեցող կամուրջներ կառուցել։ Հիմա երբ որ այնտեղ հետո բարձր այնտեղ պետքա դրվեր ժամանակավոր կամուրջ եւ երբ որ ես այցելեցի վար, տեսա որ այդ ժամանակավոր կամուրջը այնքան է ժամանակավոր կամուրջ չէ, այսինքն ինքը կարող է հիմնական ծառայել, ինչը նշանակում է, որ մենք ավելի երկար ժամանակ կունենանք, ավելի լավ նախագիծ անելու, ավելի մեծ գեղագիտական արժեքով կամուրջ կառուցելու համար։ Նույն տրամաբանությունը մենք որդեգրում ենք նաև Խաշտարակ գյուղում, Տավուշի մարզում, որտեղ էլի կամուրջը քանդվել էր, հիմա մետաղյա կամուրջ ենք այնտեղ տեղադրում եւ հանգիստ ռեժիմով մենք կաշխատենք այդ նախագծի վրա, բայց դա օրակարգից դուրս չի գալիս, որտեղ այդ կամուրջները հետո կհանենք, պահեստային կօգտագործենք կամ ուրիշ տեղ կօգտագործենք եւ Հախումի կամրջինը մի հատ հիմա դնում ենք շատ լավ, բայց բանը պատմամշակութայինը փակելու ենք, չէ՞, երթևեկության համար։ Հա։ Բայց պլանավոր ենք անենք, երբ որ ինտենսիվանա երթևեկությունը, այդ նույն կամուրջից երկրորդ թևն էլ դնենք, որպեսզի հույս ունենք այդքան, վստահ եմ, որ կինտենսիվանա, ինչ ժամանակաշրջանում այդ ուրիշ խնդիր է, որովհետև զբոսաշրջային հոսքեր են լինելու։